Հաղթական երգեր, այնուհետև լսեցի, ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. Ալելույա, փրկություն և փառք և պատիվ և զորություն մեր Աստծուն, որովհետև ճշմարիտ և արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց մեծ պոռնիկին իր պոռնկության մեջ և նրանից լուծեց իր ծառաների արյան վրեժը։ Եվ կրկին անգամ օրհներգեցին ու ասացին. Ալելույա, և նրա ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից։ Եվ ծնկի եկան 24 երեցներն ու 4 կենդանիները և երկրպագեցին փառքի գահի վրա նստած Աստծուն, ասելով. Ամեն, ալելույա, գառան հարսանիքի ընթրիքը։ Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. Օրհներգեցեք մեր Աստծուն, նրա բոլոր ծառաներդ, և դուք, որ երկնչում եք նրանից, փոքրեր և մեծեր։ Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը շատ ջրերի և ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. Ալելույա, քանզի թագավորեց մեր ամենակալ Աստվածը։ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, և կինը նրա հարսը պատրաստվեց։ Հարսին տրվեց հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ, և այդ բեհեզը խորհրդանշում է սրբերի արդարությունը։ Եվ երեցներից մեկն ինձ ասաց. գրիր այս բանը. երանելի են բոլոր նրանք, որ կանչված են գառան հարսանիքի ընթրիքին։ Եվ ես ընկնելով նրա ոտքերի առջև, երկրպագեցի նրան, և նա ինձ ասաց. լսիր, մի ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսին։ Տեր Աստծուն միայն երկրպագիր, քանզի Հիսուսի հաստատումով է այդ տեսիլքը և այդ մարգարեության հոգին, քանի որ Հիսուսի մասին վկայությունը, որ մարգարեների մեջ էր, Սուրբ Հոգով է, սպիտակ ձիավորը։ Ապա տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, ով հեծել էր նրա վրա, կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրա կային բազում պսակներ։ Նա ուներ գրված մի անուն, որը ոչ ոք չգիտե, այլ միայն ինքը, և իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ, նրա անունն էր Բանն Աստծու, և երկնքի զորավարներ ու երկնքի զորքեր ձիերով գնում էին նրա հետևից, հագած մաքուր և սպիտակ բեհեզներ, և նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին, և նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը։ Եվ իր պատմուջանի ու իր մարմնի մասերի վրա կար գրված մի գրություն. Թագավոր թագավորների և Տեր տերերի։
Տեսա նաև մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրա: Նա աղաղակեց բարձր ձայնով, երկնքի մեջ թռչող բոլոր թռչուններին ասելով. «Եկեք, հավաքվեցեք Աստծո մեծ ընթրիքին, և պիտի ուտենք թագավորների մարմիններ, հզորների մարմիններ և երիվաշների ու նրանց վրա նստած ամենայն հեծյալների մարմիններ, մարմիններ ազատների և ծառաների, մեծի և փոքրի»: Ապա տեսա գազանին, երկրի թագավորներին և նրանց զորքերին հավաքված, որպեսզի պատերազմ մղեն ընդդեմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրա, նաև ընդդեմ նրա զորքի: Եվ բռնվեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, դրանցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը, և երկրպագուներ էր դարձրել իր արձանին, և նրանց կենդանի գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ: Մնացածները մեռան ձիու վրա հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից, և բոլոր թռչունները հագեցան նրանց մարմիններից: Հազարամյա թագավորությունը: Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից, և իր ձեռքին ուներ դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ: Եվ բռնեց վիշապին, հին օձին, որ է բանսարկուն և սատանան, և 1000 տարով կապեց նրան գցեց դժոխքի անդունդների մեջ և փակեց ու կնիկ դրեց նրա վրա, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև որ լրանա 1000 տարին: Եվ այնուհետև պետք է, որ նա արձակվի մի փոքր ժամանակով: Տեսա նաև գահեր, նստեցրին դրանց վրա, և նրանց իշխանություն տրվեց դատելու և ընտրելու այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծո խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին: Նաև նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին և չստացան նրա դրոշմը իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա, և նրանք նորից կյանք ստացան ու թագավորեցին Քրիստոսի հետ 1000 տարի: Եվ սրանից հետո մեռելներից ոչ ոք չկենդանացավ, մինչև կլրանար 1000 տարին: Այս է մեռելների առաջին հարությունը: Երանի այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին հարության մեջ: Սրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի: Նրանք պիտի լինեն քահանաներ Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագավորեն 1000 տարի: 1000 տարի հետո հրեշտակը պիտի արձակի սատանային և պիտի հանի բանտից: Եվ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի 4 կողմերում: Գոգը և Մագոգը ձեռքը պիտի առնի, դրանցով հավաքելու համար բոլոր զորքերը, որ պատերազմեն, և նրանց թիվը ինչպես ծովի ավազը: Նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով և պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը: Եվ երկնքից, Աստծու մոտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց և նրանց զորագլխին՝ սատանային, որը մոլորեցրեց նրանց: Նա նրանց պիտի գցի կրակի և ծծմբի ծովի մեջ, ուր գտնվում էին գազանը և սուտ մարգարեն, և նրանք պիտի չարչարվեն զօր ու գիշեր:
տեսա նաև մի մեծ սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա, նրա ներկայությունից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։